Հանդիպումը երբեք պատահական չի լինում, այն կամ փորձություն է, կամ պատիժ, կամ էլ ճակատագրի մեծ նվեր։ Բարի հանդիպում հարգելի հեռուստադիտող։ Շանթի ամառային եթերում սկսում ենք նոր հաղորդաշար։ Այն կոչվում է ժողովրդական երգի ուղի։ Ուղի, որը սկսվեց 2006 թվականից ժողովրդական երգիչ նախագծի մեկնարկով։ Այս տարիների ընթացքում նախագիծն ունեցավ շնորհալի երիտասարդների 4 սերունդ։ Հետաքրքիր պահեր, հաղթանակներ, ձեռքբերումներ, նորանուններ և նոր ձայներ։ Իսկ դուք սկսեցիք հավատալ, որ երիտասարդ սերունդը շատ մոտ է կանգնած ազգային ակունքներին։ Հաղորդման շրջանակներում մենք կհանդիպենք ժողովրդական երգիչ նախագծի շրջանավարտների հետ, կհիշենք նրանց անցած ուղին, կլսենք երգերը, կդիտենք նորօրյա տեսահոլովակները և կպատասխանենք բոլոր այն հարցերին, որոնք ձեզ հուզում են։ Եվ այսպես սկսում ենք ժողովրդական երգի ուղին։ Այսօրվա մեր առաջին ուղեկիցը ժողովրդական երգիչ 4 նախագծի հաղթող Գրիգոր Միրզոյանն է։ Ողջույն Գրիգոր։ Ողջույն։ Ինչպես ես։ Շատ լավ։ Գրիգոր, հաղթանակ։ Նախ ասեմ, որ շատ ուրախ եմ, որ կրկին Շանթ հեռուստաընկերությունում եմ, իմ շատ սիրելի հեռուստաընկերությունում 1 տարի անց։ Կարծես ժամանակ չի անցել։ Այո։ Ինձ համար կարծես դա 3 էր։ Ես հիշում եմ, որ նախագծի ողջ ընթացքում դու երևի այն քչերից էիր, ով իհարկե ցանկանում էր հաղթել, բայց չէր հավատում, որ կհաղթի։ Ինչն էր պատճառը։ Չէ, ոչ թե չէի հավատում, ուղղակի ես իմ գործն էի անում, աշխատում էի առաջին հերթին ոչ թե մտածեի հաղթանակի մասին, այլ լավ ներկայանայի, ամեն մի համերգ, եւ այդ էր պատճառը։ Եվ այսպես ի վերջո այդքան սպասված հաղթանակ։ Այո, եւ հաղթանակը եղավ։ Հաջորդ օրը երբ արթնացար ու հասկացար, որ դա երազ չէ, դա իրականություն է եւ քո աշխատանքի արդյունքները ուղղակի հիացնում են։ Ինչ զգացիր այդ պահին։ Անկեղծ շատ բաներ այդպես չէի հասրել դեռ հաջորդ օրը հիշեի, որովհետև իրոք ուղեղումս ամեն ինչ այսպես խառներ, լավ իմաստով, բայց եւ հաջորդ օրը իհարկե արդեն ավելի հասկացա այդ հաղթանակի համը եւ իհարկե ավելի սկսեցի նշել, ուրախանալ եւ նաեւ հարազատները։ Ասացիր, որ ոչ թե չէի հավատում, այլ պարզապես ես իմ գործն էի անում եւ իրոք երգում էիր, մասնակցում էիր, լսում էիր խորհուրդները, բայց ինչու է երգչի համար, առհասարակ մասնակցի համար հաղթանակը կարեւոր չէ, որ ասում են մասնակցությունն է ինքնին կարեւոր։ Չէ, հաղթանակը իհարկե եթե մասնակցում ես, առաջին հերթին դու գնում ես դեպի հաղթանակի հետևից, ուղղակի մինչեւ հաղթանակին հասնելը պետքա նախ լավ աշխատել ամեն ինչ։ Հաղթանակին համաձայն եմ, բայց եթե մտածես միայն հաղթանակի մասին, դա չի լինի, վստահ եմ։ Չէ՞ որ ֆինալում հայտնվելը եւս հաղթանակ է, այսինքն գրեթե նույն ձայների քանակն է, այսինքն կիսվում է հիմնականում։ Միայն անունն է, որ շեշտվում է, որ այս մասնակիցն է հաղթողը, բայց իհարկե տվյալ մասնակցի համար շատ կարեւոր է, այսինքն շատ հաճելի բան է, որ դու ես լինում հաղթողը։ Բնականաբար։ Ուրախ եմ, որ դու վայելեցիր այդ հաճույքը հաղթանակի։ Մարդկանց կարելի է գրավել ոչ միայն անսխալ եւ զգացմունքային կատարմամբ, այլև յուրահատուկ ձայներանգով։ Նախագծի ողջ ընթացքում հնչել է կարծիք, որ Գրիգորը տիրապետում է հազվագյուտ ձայներանգի։ Նաև մի շատ կարևոր հատկանիշ ունի՝ մեծերին լսելու ունակություն, ինչը չափազանց կարևոր է ապագա երգչի համար։ Գրիգորի այս կատարումը գրավեց հանդիսատեսին, իսկ նրան ձայնարկող ժյուրին հազիվ զսպեց պարելու ցանկությունը։ Աշոq Շերամ, Ալվան Վարդեր։
Հիշեցիր այդ օրը։ Այո, իհարկե։ Քանի որ այդ երգը ես կատարել եմ նախ 3-րդ գալայում, այնուհետև դա իմ հաղթական երգն էր, երգեցի հաղթելուց հետո, շատ լավ հիշում եմ իհարկե ամեն ինչ։ Երգը իհարկե շատ սիրում էի, շատ։ Կան երգիչներ, որոնք նախընտրում են երգել այնպիսի երգեր, որոնք հանդիսատեսին ոչ թե հուզում են, այլ տրամադրություն են բարձրացնում եւ ինչպես տեսանք, պարեցնում են։ Այո։ Իսկ կան երգիչներ, որոնք ավելի ձգտում են զգացմունքային երգեր կատարել, որպեսզի հուզեն եւ նուրբ լարերի հետ խաղան մարդկանց, նյարդերի, զգացմունքների։ Ինչպիսի ամպլուա ես դու գերադասում քո ձայնի եւ քո տեսակի համար։ Ես նախընտրում եմ երկու տիպի երգերներ, այսինքն թե աշխուժ երգեր, որը շատ պետք չի հոգով երգել, այսինքն ավելի տրամադրություն ստեղծել, նաեւ ավելի շատ սիրում եմ երգել հենց այնպիսի ավելի բարդ երգեր, որոնք ավելի հոգ ունեն դիպում, այդպես ասեմ։ Կատարողական առումով դրանք ավելի բարդ են։ Այո, իհարկե, բայց ես նախընտրում եմ ավելի շատ։ Ընտրել ես բարդ ճանապարհը։ Այո։ Իսկ լսել, կատարել հասկացանք, իսկ լսել որ երգերն ես նախընտրում։ Երկուսն էլ։ Երկուսն էլ։ Այո։ Շատ լավ։ Գրիգորի կատարումները նույնատիպ չեն։ Նա յուրովի է վերաբերվում ամեն մի երգին, անգամ բառի վերջավորությանը, հայեցի վերջավորությանը։ Համերգներից մեկը նվիրված էր կանանց միջազգային տոնին։ Գրիգորը երգեց քրոջ համար։ Չնայած շատ հայուհիներ, անուշիկ քույրիկներ այն ընդունեցին որպես իրենց հասցեագրված գեղեցիկ երգ։ Ալեքսեյ Հեքիմյան, Անուշիկ իմ քույրիկ։ Մայրական աչքի պես իր դժվար պահերին միշտ հասնում է նա քեզ անսահման բարություն վաղորդյան թարմություն մաքրություն աղբյուրի Անուշիկ իմ քույրիկ, մաքրություն աղբյուրիկ, Անուշիկ իմ քույրիկ, մաքրություն աղբյուրիկ, Անուշիկ իմ քույրիկ հասնում է նա քեզ անսահման բարություն վաղորդյան թարմություն մաքրություն աղբյուրի Անուշիկ իմ քույրիկ մաքրություն աղբյուրի Անուշիկ
Գրիգոր, ինչպես սկսվեց այդ յուրահատուկ վերաբերմունքը թյուն վերջավորության նկատմամբ։ Նախ ասեմ, երգը նախագծում իմ երգած ամենասիրելի երգերից մեկն էր, Անուշիկ իմ քրի երգը, որը շատ սիրեցի, ավելի շատ սիրեցի իմ երգելուց հետո նաև։ Ես էլ չէի պատկերացնում, որ կստացվի այդպես, իսկ թյուն թե թյուն, իհարկե առաջին հերթին դա ճիշտն է, իսկ ճիշտ արտասանություն է երգի մեջ, նաև ավելի կոնկրետ ասեմ, ընկեր Մխիթարը, մեր վարպետը, ասաց, որ պետք է հենց թյունով երգել, եւ իհարկե, այդպես էլ եղավ։ Եվ ինչպես ասացինք, դու լսեցիր մեծերին, խորհուրդները եւ այո, շտկեցիր սխալը։ Քեզ ընտրեցին ոչ միայն մեծերը, ոչ միայն մարդիկ, ովքեր շատ մոտ են ազգային երգին, այլև նույն Անուշիկ քույրերը, որոնք քվեարկեցին քո հաղթանակի համար, ինչ ես կարծում, ինչը նրանց գրավեց։ Քո համեստությունը, խարիզման, գեղեցիկ ձայնը, ինչը։ Կարծում եմ բոլորը միասին։ Ահա, փաստորեն Գրիգորը համեստ չի այնքան էլ։ Չէ, իհարկե, երգելուց առաջին հերթին պետք է այնպես երգես, որ այսինքն դիմացին ամեն մեկը վերցնի իր վրա այդ երգը, այսինքն միայն ես իմ քույրիկի համար չեմ երգել, ես երգել եմ բոլորի քույրիկների համար։ Եվ այդպես պետք է երգես, որ սիրեն առաջին հերթին երգը։ Եվ քեզ դա հաջողվեց փաստորեն։ Դե Ցանկացած երգչի համար Սայաթնովա երգելը շատ բարդ քննություն է։ Գրիգորին հաջողվեց պատվով հանձնել այս քննությունը եւ հիացնել բոլորին։ Իդեպ շատ բարդ երգ էր։ Այդպես ասացին մասնագետները, այդպես խոստովանեց նաեւ Գրիգորը։ Նա կատարեց, որովհետեւ հասկացավ, թե ինչի մասին է երգում։ Չիս ասում, Սայաթնովա։ Ասում թե լացիս էլի բարով տեսա իմ սիրեկա վարդինաման բացիս էլի խարերով Բարով տեսա իմ սիրեկան, բարով տեսա իմ սիրեկան Իսկ իզգով իմ Շամամիրեց թաղի մեջը Մանից գալի բաղի մեջը Յարերով բարով տեսա իմ սիրեկան Բարով Սայաթնով են վուզ դնջանա Աչկիրան ոսկե հնջանա Դուշմանի վիզուն մանջանա Բարով տեսա իմ սիրեկան, բարով տեսա իմ Գրիգոր, ինչու է Սայաթնովա երգելը այդքան բարդ։ Բոլոր երգիչները նշում են այս մասին, ո՞րն է պատճառը։
Սայատնովա երգելու մեջ առաջին հերթին կարծում եմ, որ պետք է նախ բառերը ճիշտ հասկանալ, ճիշտ երգել եւ հենց այդտեղից սկսված արդեն պետքա լավ ուսումնասիրել եւ որպեսզի ավելի դու կարողանաս իմանալ ինչի մասին ես երգում, իսկ որ ճիշտ երգես։ Ո՞վ է քեզ օգնել բառերի մեկնության հարցում։ Բառերի համար իհարկե մեզ օգնել է մեր վարպետը, որ այդ լավ ուսումնասիրել ենք եւ այնուհետեւ նոր Միայն բառերի խնդիրն է այստեղ, միայն տեխնիկական խնդիրն է, թե ինչ-որ հոգևոր բան կա, որը եւս բարդացնում է խնդիրը։ Չէ, կարծում եմ ընդհանուր առմամբ Սայատնովա երգելը ամեն իմաստով էլ բարդ է, այսպես ասեմ, երգել եմ շատ երգեր, նույնիսկ կարող ավելի բարդ թվա, բայց իմ համար կոնկրետ կարծում եմ հենց չիս ասում երգներ ավելի բարդ։ Անբացատրելի գեղեցիկ ձայն, անբացատրելի գեղեցիկ կատարողականություն, ամեն ինչ չափի մեջ։ Այսպիսի խոսքեր լսվեցին Գրիգորի հերթական կատարումից հետո։ Գուցե պատճառն այն էր, որ նա կարոտով եւ թախիծով է երգում մի չքնաղ երկրի մասին։ Երկիր, որը մեր հնամենի պատմության լուռ վկան է։ Չգիտեմ, վստահ կարող եմ ասել միայն, որ այս կատարումից հետո բոլորը հուզված էին։ Խոսք Գարիկ Բանդուրյանի, երաժշտություն Ալեքսեյ Հեքիմյանի, Իմ Անի։ Ինչպես ուխտավոր ծունկե միջել քոշեմի և նայում եմ լուր ցավով ավերակված քո տեսքին ընկած պահիտ էլ դարձյալ հաշուկ ես թվում ու քեզնով ես հիացած հպարտությամբ եմ լցվում ներիր որ ուշեմ այսքան մոտ էդ գալիս իմ անի ամեն նոր էլ գա իմ կարոտը չեմ առնի թե քեզ մտքից էլ հանեմ բայց իմ սրտից չեմ անի կյանքս քեզ մատաղ կանեմ Հիմա քամին է փարվում քո վիրավոր քարերին և անձրևն է համբուրում սրբում փոշին դարերին ախուրյանն էլ մոլորված քո սուրբ հեշերն էլ իզում փրփուրի մեջ նա կորած փառքի տորերն է հիշում ներիր որ ուշեմ այսքան մոտ էդ գալիս իմ անի թեկուզ ամեն նոր էլ գա իմ կարոտը չեմ առնի թե քեզ մտքից էլ հանեմ
միայն շնչես իմանի միայն շնչես Չեմ հարցնում հայրենասեր ես թե ոչ, որովհետև կարծում եմ պատասխանն ակնհայտ է։ Այս կատարումից հետո ասացիր, որ անպայման պիտի գնաս անի։ Հաջողվեց։ Ոչ, դեռ չեն գնացել, բայց կարծում եմ անպայման։ Անպայման շուտով։ Այո։ Գրիգոր, հայրենասիրությունը շատ բարդ գաղափար է։ Եթե օրերից մի օր ստանաս հրավեր, աշխատել դրսում, ապրել դրսում, բայց ներկայացնել հայ երգը, սակայն ոչ հայ հողի վրա, կհամաձայնվես։ Մի քիչ բարդ է պատասխանել, որովհետև ամեն դեպքում չգիտեմ որտեղ լինեմ, բայց ես ինձ շատ լավ զգում եմ եւ շատ կուզեմ ապագայում էլ ընդհանրապես լինել Հայաստանում, իսկ ապրեմ այստեղ։ Այսինքն հայրենասեր Շատ լավ կլինի, որ այստեղ այնքան լավ լինի, որ նման կարիք չլինի, որ գնանք դուրս։ Համաձայն եմ, բայց ուզում եմ հասկանալ տարբերությունը։ Հայրենասեր մարդը անպայման պիտի ապրի իր հայրենիքում, թե հնարավոր է սիրել հայրենիքն ու անել ամեն ինչ, բայց նույնիսկ հայրենիքից դուրս հայրենիքին ավելի շատ օգուտ տալ։ Շատ լավ։ Նախագծի ողջ ընթացքում հնչել են ավելի քան 500 երգեր, աշուղական, կոմպոզիտորական, անգամ այլազգի, երգեր սիրո, հայրենիքի եւ կարոտի մասին։ Կան կատարումներ, որոնք միանգամից հիացրել են, զարմացրել եւ տպավորվել։ Ի վերջո բոլոր երգերն էլ կատարվել են եւ շատ կարեւոր էր նրանց նոր շունչ հաղորդելը։ Հատկապես որ երգով Գրիգոր Միրզոյանը կարողացավ հուզել բոլորին։ Երգ, որի 90-ամյա հեղինակը ապրում է մեր կողքին։ Հետագայում այս երգը դարձավ գեղեցիկ տեսահոլովակ։ Եվ այսպես Վլադիլեն Բալյան, խոսք Հովանես Շիրազի, մայրս փոքրիկ։ Մայրս փոքրիկ, մայրս խեղճ, մայրս մի մայր ասարակ, մայրս այս մայր երկրի արևի դեմ մի ճրակ, մայրս այս մայր երկրի մեջ, արևի դեմ մի ճրակ, մայրս փոքրիկ, մայրս խեղճ, մայրս մի մայր հասարակ, մայրս այս մայր երկրի մեջ, արևի դեմ մի ճրակ։
հավերեք ինձ բերում սրտիս մռայլան հատակ այն խեղճ շրակն է Մայրս փոքրիկ, մայրս խեղճ, մայրս մի մայր հասարակ, մայրս այս մայր երկրի մեջ, արևի դեմ մի Մայրս խեղճ, մայրս մի մայր հասարակ, մայրս մի բուր սրտիս մեջ, մայրս մի բուր սրտիս Գիշեր ու զօր Գիտեմ, որ նախագծի ընթացքում քո կատարած ամենասիրելի երգերից մեկն է այս երգը։ Այո, իրոք ամենասիրելի եւ ամենալավ երգներ նախագծում եմ կատարած եւ դա միայն ես չեմ մտածում, բոլորն են մտածում այդպես եւ մի բան ասեմ, նախագծի ինչ երգելը երգը միակ երգն ա եղել, որ առաջին անգամ լսելուց հետո չեմ ցանկացել երգեմ։ Իրոք։ Այո։ Այսինքն ոչ թե վատ երգեր, ոչ ընդհակառակը լսելով մտածեցի կարճ ժամանակահատվածում երկու օրում Կարող եմ արդյոք։ Այո, կարող եմ, թե ոչ։ Եվ այդպես ասեմ, ամեն ինչ արեցի, որ չերգեմ, բայց չստացվեց։ Շատ լավ է, որ չստացվեց արդյունքում, կարծում ուրախ ես, որ չստացվեց։ Փաստորեն, որը ավելի մտածում էի, որ չի ստացվի, այսինքն չեմ հասնի, դա եղավ իմ ամենալավ երգը եւ երգեցի եւ շատ սիրվեց այդ երգը։ Ինչպես ծնվեց տեսահոլովակ նկարահանելու գաղափարը։ Տեսահոլովակ նկարելու գաղափարը իհարկե ես որոշել էի նկարեի իմ ամենահաջողված երգը նախագծում եւ այդպես էլ որոշեցի, այսինքն որոշեցի նկարեմ հենց մայրս փոքրիկ երգը եւ ես շատ շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք ինձ օգնեցին, խորհուրդ տվեցին, որ այդ երգը նկարեմ եւ նաեւ տեսահոլովակը նկարողին։ Ամեն կատարումից հետո Գրիգորը փորձում էր լսել բոլորին, սովորել եւ շտկումներ անել։ Գովեստները նրան չփոխեցին։ Իր գեղեցիկ ձայնով եւ համեստ կեցվածքով նա հասավ մինչև հաղթանակ։ Աղոթող դարձա ես
Գրիգորին ընտրեց հեռուստադիտողը եւ նա շարունակում է քայլել ժողովրդական երգի ուղով։ Գրիգոր Միրզոյանին մաղթենք հաջողություն, նորանոր երգեր, նոր տեսահոլովակներ, ստեղծագործական վերելք եւ լսենք այսօրվա համար ընտրված վերջին երգը։ Սայաթ Նովա, արի ինձ անգաճ կալ։ Արի ինձ անգաշկալ այ դիվանասի, արի ինձ անգաշկալ այ դիվանասի, հայասիր է, ադավսիր է, արսիր է, հայասիր է, ադավսիր է, արսիր է, աշխար կզգուն լիշ պիտի ստանի, աշխար կզգուն լիշ պիտի ստանի, աստվածիր է, հոգիսիր է, յարսիր է, Հոգի սիրե, յար սիրե Եկարի սիրտ մնադում է դամաղի Եկարի սիրտ մնադում է դամաղի Հալալ մտիկ արահացի Հենց վանարա մարդվերը չծիծաղի Հենց վանարա մարդվերը չծիծաղի Խրացիր է, սաբր սիր է, շար սիր է Խրացիր է, սաբր սիր է, շար սիր է Սայաթ նովա էնեքիս տեսանից Սայաթ նովա էնեքիս տեսանից Հոգուտ խատի մարդուտ ումրը կեսանից Հոգուտ խատի մարդուտ ումրը կեսանից Թեկուզիս վուր դատաստան չտեսանից Թեկուզիս վուր դատաստան չտեսանից Բան սիրեան, ապատ սիրե, կար սիրե Napasire karsire Ես ուզում եմ կրկին անգամ շնորհակալություն հայտնել Շանթ հեռուստաընկերությանը, որ ունի ժողովրդական երգիչ նախագծի պես նախագիծ, որը իրոք սիրում են ամբողջ աշխարհում եւ իհարկե մեզ էլ հնարավորություն է տալիս մասնակցենք, ինչու՞ չէ հաղթենք եւ այսքանը։ Քեզ եւս շնորհակալություն, որ կիսվեցիր մեզ հետ քո հուշերով, հաջողություն ենք մաղթում եւ անցնում առաջ։ Ժողովրդական երգի ուղին է Շանթի եթերում։ Մեր հաջորդ հյուրին կամ ուղեկցին առաջին անգամ բեմում տեսել եք 9 տարի առաջ։ Ժողովրդական երգիչ նախագծի առաջին եթերաշրջանի մասնակից Գոհար Ասատրյանն է մեր հյուրը։ Ժողովրդական երգի ուղին է Շանթի եթերում։ Մեր հաջորդ հյուրին կամ ուղեկցին բեմում առաջին անգամ տեսել եք 9 տարի առաջ։ Ժողովրդական երգիչ նախագծի առաջին եթերաշրջանի մասնակից Գոհար Ասատրյանն է մեր ուղեկիցը։ Ողջույն Գոհար։ Ողջույն։ Վերջապես մենք հանդիպեցինք։ Այո։ 9 տարի առաջ, պատկերացնում եմ հիմա ինչ զգացմունքների մեջ ես, չէ՞ որ այս նույն բեմը 9 տարի առաջ այստեղ կանգնած։ Այո, ասեմ, որ ներս մտնելուց արդեն իսկ տպավորությունները, հիշողությունները ինձ տարան դեպի առաջի եթերաշրջան, առաջի անգամ, երբ որ մտա Շանթ հեռուստաընկերություն։ Ամեն անգամ այստեղ ներկա գտնվելիս հիշողությունները ինձ խեղդում են։ Լավն են դրանք։ Այո, ինչպիսին են հիշողություններդ։ Ինչպես կարելի է ասել։ Կարոտով ես հիշում, թե կարոտ չի ասի, որովհետև նույն շրջապատը, նույն ընկերներս դեռ մինչև այսօր միասին ենք, պարզապես օրերը, պահերը, ակնթարթները, վախերը մնացել են հիշողությունում, այո։ Ինչպիսին էր քո առաջին բեմելը։ Չէ՞ որ առաջին սերունդն էիք ժողովրդական երգիչ նախագծի եւ կարծես թե ձեզնով ամեն ինչ սկսվեց։ Այո,
շատ հետաքրքիր էր, որովհետև մասնակցում էինք, բայց նախապես պլանավորված չէր մեր մոտ, թե ինչ կլինի կամ ինչի համար ենք գալիս։ Միակ նպատակը մեզանից յուրաքանչյուրի մոտ դա նա էր, որ մրցույթը պետք է հաղթենք։ Իսկ երբ որ սկսեց արդեն եթերաշրջանը, մեկնարկեց առաջի եթերաշրջանը, ծանոթացանք մասնակիցների հետ, պայմանների հետ, արդեն մտքերը լիովին փոխվեցին, ձևավորվեց արդեն մեկ այլ ուրիշ մթնոլորտ, ոչ մենք մրցակիցներ չենք, այստեղ չենք եկել պայքարելու, այսպես ասած ճիշտ է, հաղթանակի բերկրանքը յուրաքանչյուրիս համար հաճելի էր, բայց այնուամենայնիվ դաստիարակչական հոգին մեզ ստիպեց, որպեսզի դառնայինք մի գեղեցիկ ամուր ընտանիք։ Հետո նոր սկսվեց մրցույթային շրջանը։ Հեշտ է մրցել ընկերների հետ, չէ՞ որ անկախ նրանից ընկերներ եք, թե ոչ, միևնույն է դու բեմում ես, դու երգում ես, պիտի ներկայանաս լավագույնս։ Գիտեք, ինձ մոտ մի հետաքրքիր յուրահատուկ բնավորության գիծ է ձևավորվել։ Ես կցանկանայի, եթե մրցույթին մասնակցում եմ, չճանաչել մնացած մասնակիցներին։ Երբ որ ընկերանում ես, երբ որ մտերմանում ես, արդեն իսկ դուրս է գալի մրցակցություն ասված հասկացողությունը այդ շրջանից։ Բայց ամեն դեպքում շատ կցանկանայի, որ իսկապես մրցեի եւ ինձ տարեր հաղթանակ դեպի, բայց ամեն դեպքում ուրախ եմ, որ հաղթանակին չեմ հասել, բայց ինչ-որ արդյունքների հասել եմ նախագծի ընթացքում։ Առաջին եթերաշրջան, առաջին համերգ, առաջին մասնակից, 01 համարի ներքո, Գոհար Ասատրյան։ Ասում են, թե համերգը բացելը շատ բարդ է եւ պատասխանատու, սակայն անգամ 9 տարի առաջ Գոհարն այդպես չէր կարծում։ Ըստ նրա, առաջինը երգելը եւ թարմ ուժելով երգելը շատ ավելի ճիշտ է, եթե իհարկե պատրաստ ես երգին։ Երգեց եւ ինչպես ասում էր լուսահոգի Ազատ Գասպարյանը, հիացրեց բոլորին։ Եվ այսպես Աշուխ Հավասի, եղնիկի պես ծուր միաշը։ Առաջին համերգ 01 համար, ինչու բարդ չէ երգել առաջինը ըստ քեզ։ Որովհետև երբ որ ընկերները երգում են արդեն, հուզված վերադառնում են դեպի կուլիսներ եւ պատմում են տպավորությունների մասին, իմ մոտ սկսվում էր
Հուզմունքը անհանգստություն, այո, կրկնապատկվում էր։ Իսկ երբ որ դու արդեն իսկ չգիտես ինչ է լինելու, գիտես, ջերմ հանդիսատես ունես բարի ժյուրի անդամներ, արդեն ուզում ես առաջինը դու ներկայանաս, որպեսզի այդ պահը շուտ անցնես այդ ամեն ինչը, այո։ Ինչ ես հիշում այդ հենց առաջին ելույթից, չէ՞ որ դրանով տրվեց մեկնարկը այս նախագծի եւ արդեն 4 սերունդ է, որ վայելում են հնարավորությունը։ Ինչ եմ հիշում համերգից, այն հիշողություններ են, որը վախ էի զգում, անհանգստություն էի զգում, բայց հիշում էի պետք է եթեր հեռարձակվի, պետք է ունենանք բազում լսարան, պետք է մեկնաբանեն հետո մեր մասնագետները, ուրախանում էի եւ հուզմունքս վերանում էր։ Հիմա երբ հետ ես նայում, կամ բաներ, որոնք այլ կերպ կցանկանայիր անել։ Համերգային ծրագրերի։ Այո։ Կատարման, պահվածքի, չգիտեմ, գուցե կամ բաներ, որ այ եթե ես հիմա մասնակցեի, ախր մեր ժամանակով այդպես ասում են։ Չէ, այդպիսի բաներ չեմ ուզում ասել, որովհետև ամեն ինչ տեղին է եղել։ Չէ եղել ինչ-որ պահվածքի հետ կապված խնդիրներ, որ եթե այսպես լինեի, դե դաստիարակությունը, ասում են դաստիարակությունը լինում է իծնե, չէ։ Բնականաբար։ Դրա համար չէի կարող ինչ-որ վարկագծային խնդիրներ ունենայի, որ նախագծին խանգարել, բայց այնուամենայնիվ կփորձեի ավելի ուշադիր հետևել մասնագետների խորհուրդներին։ Այ դրա մասին էր խոսքը։ Ավելի լավ պարապել եւ ավելի հստակ ներկայանալ։ Բարի։ Ելույթից առաջ Գոհարը չէր հուզվում, կամ կարողանում էր թաքցնել այն։ Հուզմունքը երևում էր միայն այն ժամանակ, երբ վտանգավոր գոտում հայտնվում էին մասնակիցները կամ ավելի ճիշտ ընկերները։ Երրորդ համերգի համար ընտրվեց Շերամի գեղեցկագույն երգերից մեկը, որը Գոհարը կատարեց յուրահատուկ հայկական հնչերանգով։ Պարտեզում վարդ էր բացվել։ Շերամ։
թափելա Սիրահարի աչերից արտասուք թափելա Արդյոք ով է դուռ է թակում աղ սիրտս կթողա Սիրուհի սուր է գնում աղ սիրտս կխաղա Սիրուհի սուր է գնում աղ սիրտս կխաղա Գոհար նախագծի ընթացքում շատ տարբեր երգեր եք կատարել։ Որ աշխուղի երգացանքն է քեզ ավելի հոգեհրազատ։ Բոլոր աշխուղներին էլ շատ եմ սիրում, չեմ կարող առանձնացնել, բայց կա մեկ աշխուղ, ում ստեղծագործությունները յուրահատուկ տեղ են զբաղեցնում։ Իմ հոգում նրա ստեղծագործությունները կարծես թե ինձ համար լինեն։ Աշխուղ Շահեն։ Սիրո հրաշք ստեղծագործություններ։ Ավելի ռոմանտիկ բնույթ են կրում։ Կարելի ասել այո։ Աստորեն կարելի է ենթադրել, որ Գոհարը ռոմանտիկ է։ Այո, ինչու՞ չէ։ Եվ այս ուղղվածության երգերը ավելի սիրով ես կատարում։ Այո, բոլոր երգերն էլ սիրով եմ կատարում, անկեղծ։ Բայց կա չէ, մարդու մեջ լինում է մի ուժը ավելի բարձր, մի ցանկությունն ավելի ուժեղ, եւ դա իմ մեջ ռոմանտիկան է, երևի թե ամեն ինչի մեջ գեղեցիկն եմ տեսնում։ Շատ լավ, անցնենք առաջ։ Դեռևս 4-րդ համերգն էր, իսկ Գոհարին արդեն սկսել էին ճանաչել դրսում։ Մարդկանց հատկապես ուրախացրել էր այն հանգամանքը, որ ժողովրդական երգը հնչում է երիտասարդ սերնդի շուրթերից։ Այդ համերգի համար Գոհարին հանձնարարվեց կատարել մի երգ, որը նա նախկինում երբևէ չէր փորձել։ Երգեց իրեն հատուկ հաստատուն կատարողականությամբ։ Խաչատուր Ավետիսյան, Կապույտ թռչուն։
Հիշողություններից վերադառնանք մեր օրերը։ Կարծում եմ շատ շատերին հետաքրքիր է, թե ինչով է զբաղվում Գոհար Ասատրյանն այսօր։ Գոհար Ասատրյանը այսօր նորից շարունակում է իր ստեղծագործական աշխատանքները, նորից երգում եմ համերգային ծրագրերով հանդես գալիս մի շարք երկրներում։ Որոնք են այս մի շարք երկրները, ինչպիսի ծրագրեր են դրանք, ժողովրդական երգին ես մնացել Անդավաճան։ Անդավաճան է մնացել իմ ակունքներին, այսպես ասեմ։ Նորից երգում եմ ժողովրդական երգեր, ժողովրդական ոգով, մասնակցում եմ ժողովրդական համերգներին, այսպես ասեմ, որոնք կազմակերպվում են այլ երկրներում, հիմնականում Ռուսաստանի Դաշնությունում։ Վերջերս վերադարձել եմ համերգային ծրագրերով, ներկա եմ գտնվել Ռուսաստանի Դաշնության 36-ից ավել քաղաքներում։ Ես միայնակ չեմ եղել, ասեմ ավելին, եղել եմ իմ ընկերների հետ, ովքեր մասնակցել են ինձ հետ նույն առաջին նախագծում։ Եվ շատ լավ է անցել, ունեմ բազում տպավորություններ, լիքը հուշեր, գեղեցիկ ակնթարթներ եւ վերադարձել ենք հաղթանակած, այսպես ասեմ։ Փաստորեն կարող ենք ասել, որ նախագիծը հիմք դարձավ քեզ համար եւ մյուս մասնակիցների համար նոր հետաքրքիր երկար ձգվող ճանապարհի համար։ Այո, հիմք է հանդիսացել եւ ոչ միայն, եթե անկեղծ պատասխանեմ, նախագիծը ինձ տվել է կայանալու հնարավորություն։ Եվ ոչ միայն ճանաչված լինելը բերեց կողքից, այլ նաև կայանալը դա մեծ նշանակություն ունի յուրաքանչյուր երգչի համար։ Ինձանից երևի կպահանջվեր շատ երկար տարիներ, որպեսզի իմ երազանքի մի մասնիկը, նպատակի մի մասնիկը կատարվեր, այսինքն ճանաչելի լինեի հանդիսատեսին, հանրությանը, Շանթ հեռուստաընկերությունը դա մեզ ընձեռնեց ընդամենը 6-7 ամիսների ընթացքում։ Դրանից ավելի երջանիկ բան ինձ թվում է չկա։ Շնորհակալություն անկեղծության համար։ Հետաքրքիր խոստովանություն 9 տարի անց։ Իհարկե բոլոր մասնակիցներն էլ երազում են հաղթանակի մասին, սակայն ոչ բոլորին է վիճակված վայելելու հաղթական դափնին։ Գոհարը միայն մի ցանկություն ուներ. եթե դուրս գա նախագծից, ապա գոնե հասցնի երգել Սայաթնովա։ Հասցրեց եւ ապացուցեց, որ իզուր չի երազել։ Ձենդ քաղցրունիս, Սայաթնովա։
Գոհար, կարծիք կա, որ Սայաթնովա երգելը ավելի լավ է ստացվում տղաների մոտ։ Սակայն քո երգից հետո կարծիքներ լսվեցին մասնագետների կողմից, որ հաջողվեց, իրոք հաջողվեց։ Եվ կարծես թե ապացուցեցիր, որ կարծիքը թյուր էր, որ այն միայն տղամարդկանց չէ հատուկ։ Ուրախ եմ, որ կարողացել եմ փոխել նման կարծիք, բայց այնուամենայնիվ, եթե անկեղծանամ, այո, դժվար է Սայաթնովա երգելը աղջկա համար, հատկապես ինձ համար։ Դժվարություններ առաջացան երգը սովորելու հետ կապված, քանի որ չէի կարողանում անկեղծ հասկանալ տեքստը։ Բառերի մեկնությունն է բարդ։ Այո, բարդ էր, երբ որ հասկացա, ժամանակի հատվածը շատ կարճ էր մեզ մոտ, 2 օր պատրաստ լինել արդեն ու ներկայանալ հանդիսատեսին, դժվարություններ էր առաջացնում, չէի կարողանում հասցնել հասկանալ տեքստը, բառերը ինչ է նշանակում եւ հասկանալ երաժշտությունը, երգը, այնուհետև միասնական ներկայացնել։ Դրա համար ինձ դա էր պատճառ հանդիսացավ, որ Սայաթնովան մի քիչ դժվար էր ինձ համար, իսկ տղաները հրաշալի երգում էին։ Կարծես իրանք էին ստեղծագործողներ։ Փաստորեն կարծես թե կարծրատիպը կոտրեցիր, որ Սայաթնովա պիտի երգեն միայն տղաները, բայց դու ինքդ կարծում ես, որ պիտի երգեն տղաները։ Հիմնականում տղաների համար հարմար էր երգելը այն առումով, որ դիապազոնի հետ կապված խնդիրներ չէին ունենում։ Իսկ աղջիկների մոտ մի քիչ ավելի նուրբ եւ գեղեցիկ կատարումներն էին աչքի ընկնում։ Իսկ ես փորձեցի հաղթահարել եւս մեկ փուլ Սայաթնովա երգով։ Եվ հաջողվեց, հաղթահարեցիր։ Հաջողվեց, այն էլ ինչպես։ Ամեն մի համերգ ուներ թեմատիկ ուղղվածություն։ Օրինակ 6-րդ համերգի ժամանակ բեմում չկային ժողովրդական նվագարանները։ Երգացանկում էստրադային երգեր։ Դժվար էր հաղթահարել ժանրային առանձնահատկությունը, սակայն Գոհարին դա եւս հաջողվեց։ Կրկին Խաչատուր Ավետիսյան, կապույտ թռչուններից հետո եկան կռունկները։ Սարի ծաղիկները մրսում
կատարվեց կռունկներից հետո։ Կռունկներն արդեն իսկ ինչպես նշեցիք, էստրադային ժանրի ստեղծագործություններ, ինձ համար այդքան դժվար չէր տարբերություն դնել, որովհետև շատ հետաքրքիր կատարում էր ինքը իրենից ներկայացնում, բարդություններ չուներ, հանգիստ, լիրիկական, շատ գեղեցիկ կատարեցի, բայց ափսոս չանցա հաջորդ փուլ։ Գուցե էստրադային ժանրը այս դեպքում քեզ համար չէ, թե չես եկել նման եզրահանգման։ Չէ, միգուցե որոշիչ դեր է խաղացել, միգուցե իմը չէ, դրա համար այդպիսին անկեղծություն չստացվեց երգից եւ հանդիսատեսը հասկանալով վերջ տվեց այդ ամեն ինչին։ Ցավով ես հիշում։ Ցավով անցած պատմություն է արդեն, որը Չէ, ցավով չէ, որովհետև ընկերներս դեռ շարունակում էին նախագծում ու ինձ համար նրանց հաղթանակը նաև իմ հաղթանակն էր, բայց եթե անկեղծ լինեմ, երբ որ չհասա հաղթանակին, հա, գլխավոր մրցանակ հաղթանակին, դա ինձ ուժ տվեց, պարտությունը ինձ ուժ տվեց, որպեսզի հետագայում ավելի հստակ եւ ավելի խելացի քայլերով առաջ գնալ, որպեսզի ապացուցես, որ դու նաև գուցե արժանի ես հաղթանակի։ Գուցե։ Ինչ ունես ավելացնելու ամփոփելով մեր հանդիպումը։ Ավելացնելու ասեմ, որ հեռուստադիտողը երբ որ մեզ չի տեսնում եթերում, ինչ չի տեսնում եթերում, դա չի նշանակում, որ ես այլևս չեմ աշխատում այս ուղղությամբ, դա ուղղակի մի փոքրիկ ընդմիջումներ են, համերգային ծրագրերը շատ են եւ աշխատում ենք այդ ուղղությամբ հանդես գալ մի շարք երկրներում, բայց հուսով եմ, որ շուտով կհանդիպենք, արդեն շուտ կտեսնեն հեռուստաընկերություններում տարբեր, որովհետեւ ունենք բազում անակնկալներ։ Իսկ մենք ուրախ ենք, որ հնարավորություն ունենք բացահայտելու նորանոր տաղանդներ, հաջողություն եմ մաղթում քեզ։ Ու մենք տեսնելու հաջորդ անգամ ժողովրդական երգի ուղին սպասում է իր նոր ուղեկիցներին։ Հաջորդ անգամ կզրուցենք Հայկուհի Բաբախանյանի եւ Արման Խաչատրյանի հետ։ Կհանդիպենք մեկ շաբաթից, առայժմ։